Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 Բարի գալուստ Հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի գալուստ հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե ջերմ ողջույններ բոլորիդ։ Այս ցուրտ ձմռան առավոտը թող առավել քան ջերմ լինի։ Եվ կրկին մենք ուղիղ եթերում ենք Լուսինե Մուրադյան, Տիգրան Հարությունյան, արդեն քանի տարի է միասին աշխատում ենք։ Եթերից առաջ դրա մասին էին խոսում, այդպես էլ չպարզեցին։ 25 մոտավորապես իրար գիտենք, հա, 25+։ Պատկերացնում եք 25 տարի միասին եթերում աշխատանքը որքան հետաքրքիր է, երբ այդ փորձություններն է անցնում, որովհետև աշխատանքային հարաբերությունները եւս որոշակի առումով փորձությունների պիտի ենթարկվեն, եթե դրանք գործընկերային են եւ մենակ չես կարող իրականացնել։ Բայց դա հաղորդումը մեր մասին չէ, ոչ էլ մեր բենեֆիսն է։ Մենք ընդհանրապես ասում ենք բայ լույս, եկել ենք ձեր սրտաշունչ ձմեռային առավոտը ջերմացնելու, լավ տրամադրություն փոխանցելու, ժպիտներ, առաջարկում ենք միանալ մեզ, տեսնենք դուք այս բանը ինչ եք անում։ Մենք արդեն ըմբում ենք մեր 1 գավաթ սուրճը, առաջին գավաթը, տեսնենք դուք ինչով եք զբաղված այս պահին։ Չգիտենք ձեր գավաթը որքան մեծ է, մեր բավականին մեծ է եւ լի սուրճով։ Բարի լույս բոլորին, միացեք մեզ, սա Հանրային ռադիոյի առաջին ալիքն է։ I come from the city of sun, my ancestors Moshovan, the holy land of the Ark of Hayastan. For centuries we have tried to keep our peace and our pride. Our faith has kept us go on through the hardest times. Ով քնածել ելեք, ով արթունեցիք համբեք, թող իմանան եկել ենք մենք։ Եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահել լինենք, երկով ու նվագով պիտի հաղթահարենք։ Եկել ենք մենք, եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահել լինենք, երկով ու նվագով պիտի հաղթահարենք։ Սուրճ ու սեր առավոտից։
9:35 րոպե մենք էլ ենք ասում հու-հա, տակացեք, ցուրտ է։ Այո, եւ տակացեք նաեւ երաժշտական կատարումների միջոցով, որոնք հնչեցնում ենք մենք։ DJ Տիգրանն է այսօր վահանակի մոտ ինչպես միշտ։ Միշտ շնորհակալություններ պետք չեն, շնորհակալություն հարկավոր չեն, ես սիրում եմ դա անում, դու Ես գիտեմ, ու թույլ չես տալիս, որ մենք նստենք։ Բայց ով թույլ չի տալիս, խնդրեմ, բացարձակ է, կարող եք նստել, կարող եք կանգնել, կարող եք կրկին նստել։ Մեզ կարող եք դիտել։ Այ դա ուրիշ բան։ Այո, մեզ կարող եք դիտել armradio.am կայքի միջոցով կամ էլ Հայաստանի հանրային ռադիո Հայատար գրում եք Facebook-յան հարթակում, մուտք եք գործում, եթե դեռ չեք միացել մեր էջին, հետևում եք live-ին, live-ը գործարկված է եւ իհարկե չեք մոռանում ձեր ջերմ խոսքերը, մեկնաբանությունները թողնել։ Այսօր կարծես թե այդքանն էլ խցանումներ չկային փողոցներով եւ մի քիչ դժվար, բայց տեղ հասանք։ Այո, տեղ հասանք։ Ես ուզում եմ հասկանալ, ուր են մեր մայթ մաքրող մեքենաները։ Չգիտեմ, ինձ էս հարցնում։ Վաստակած հանգստի են անցել։ Ես չեմ կարող քո այդ հարցին պատասխան տալ։ Ես քո գործընկերն եմ, ընդամենը։ Զուտ։ Ես չեմ ասում 9-րդ զանգվածի մայթերը, բայց գոնե կենտրոնի մայթերը կարելի է մաքրել, հա? Ինչ կարծիք ես։ Դեմ չեմ։ Այս Այեթնովայև ենք երթևեկում Բաղրամյան պողոտանի վերջո, բայց մայթերը սպիտակ են։ Լավ, ինչև է, սա այսպես գրական զեղում էր։ Ինչ վերաբերում եղանակին, այս պահին մայրաքաղաք Երևանում 5 աստիճան ցուրտ է արգելներս, տաք հագեք, Ասում էի 0 աստիճան է։ Դա մեքենայի մեջ էր, բայց այս պահին 5 աստիճան ցուրտ է։ Մի վարքյան ես էլ փորձեմ Հասկանանք ինչ եղանակ են մեզ խոստացել Հանրապետության տարածքում ձյուն է սպասվում այսօր դեպ հունվարի 20-ն է, օրը 3-շաբթի եւ եւս մեկ ոչ ցանկալի լուր հունվարի 20-ից 22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ջերմաստիճանը 7-ից 10 աստիճանով։ Էլուր Ներքև։ Իսկ նկատել ես, որ ամբողջ աշխարհում է այս տարի սաստիկ ձմեռանում։ Ձմեռը, ասա փառք Աստծուն, որ մենք Կամչատկայում չենք ապրում։ Կամ մի օր չենք արթնացել եւ դուռը ուզդ բացենք ու չի բացվել։ Միջև 5-րդ հարկ ձյուն է։ Այո, բայց Երևանում նույնպես սպասվում է ձյուն։ Էլի։ Միջև -1, միջև -2 օրվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի։ Իսկ այդքանն է քամիկա, քամով ուղեկցվում է։ Քամիկա Հանրապետության տարածքում ստացել ենք հարավ արևմտյան է քամին 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Եղանակի մասին այսքանը դեռ կանդրադառնանք, դեռ կխոսենք եղանակի մասին։ Դուք գիտեք, որ շարգելի ռադիոլսողներ հանրապետության ճանապարհները ձմռանը հատկապես մեծապես պայմանավորված են եղանակի կամակորություններով, տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Փակեն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ Ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Գնդեված ջերմուկ ավտոճանապարհը Փակե բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, քանի որ այնտեղ բուք է, Վարդենյանց լեռնանցքում եւս բուք է, Վանաձոր Դիլիջան, Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհները, Սպիտակի Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի Խաչմերուկից Ջերմուկ եւ Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան, Ջուջևան եւ Նորավան Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվար անցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ես բքի ձայն փորձեցի, այլ ինչքանով ստացվեց։ Ես լսում եի դա, հիմա մարդիկ կմտածեն մեզ մոտ է բուք։ Շարունակեմ ներկայացնել տեղեկությունը Երասխզանգակատուն, Տաթև Լծեն, Տաթև Կապան հատվածը, Ստեփանավանի ոլորանները, Բերդ Ճամբարակ ավտոճանապարհը, M4 ավտոճանապարհից Հաղարծին եւ Պարզլիչ հատվածները դժվար անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մեր կասառույց է։ Այ մեր կասառույցի ձայն չեմ կարող անել։ Չես կարող։ Այ դա չի ստացվում։ Կարող ես ընկնելու ձայն հանել, մարդիկ մեր կասառույցը չեն նկատում եւ վայր են ընկնում, Աստված մի արասցե կոտրում տարատեսակ։ Մի րոպե։ Ահա, եւ կարևոր եւս մեկ ճանապարհ Ստեփանձմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Եվս մեկ լուր ճանապարհային դեպարտամենտից հայտնում է, որ ամբողջ գիշեր միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին անդադար իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ։ Հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։ Հիմա հասկացար մեքենաները ուր են գնացել, ասում ես ուր են այս մեքենաները։ Չէ, ես եմ փուճուրիկ մեքենաների մասին եմ խոսում, մայթ մաքրող են,
փոքրիկ, որ ամառանը փուչիկները կապում, ասում են տեսեք, Էնպես որ հարգելի ռադիոլսողներ, այդ ավտոների մասին։ Հարգելի ռադիոլսողներ, եթե Երևանից կամ քաղաքից կապ չունի, որ քաղաքից դուրս եք գալու եւ ակետից բեկետ եք գնալու, զգույշ եղեք, զգոն եղեք, իմացեք ճանապարհների մասին, եթե ցածր տեսանելիություն է, ավելի զգույշ եք լինում եւ հաշվի առեք, որ գուցե սառույցի վրայով եք երթևեկում։ Ամենակարևորը երթևեկելիս այս օրերին պահպանեք հեռավորություն սիրելի մեքենաներ, բայց դա չի նշանակում, որ մի 5-6 մեքենա առջևում այդպես տարած թողեք եւ դա անդաղ ձեզ համար ջեմելով, հատկապես գեղեցիկ սերի վարորդներին պետք է դիմեմ։ Չէ, ինչու եմ դիմում իրենց, որովհետեւ շատ-շատերը դուրս են գալիս շպարվելու, մի ձեռքով բռնում են ղեկը, մյուս ձեռքով շպարվում են։ Սելի կանայք, այդպես մի արեք։ Այդ անեկդոտը չես հիշում, ասում է մենք որ նյարդայնանում եք, որ մեքենա վարելուց սուրճ ենք խմում, շպարվում ենք, բա որ դուք գեղեցիկ աղջիկ եք տեսնում քայլելուց ու մոռանում եք, որ ուղիղ պիտի նայեք ու շեղվում եք ու սկսում եք անդադար նայել այդ աղջիկներին։ Հակացված չէ, ուզում եմ ասեմ, ինչպես աղջիկները, այդպես էլ տղամարդիկ թերություն ունեն, վարորդը վարորդ է, անկախ սեռից լավ, վատ, սեռով արի չպայմանավորենք, բայց եւս մեկ հորդոր մեր հարգելի վարորդներին հույս մի դրեք, որ վերջին վարքյանին կարող եք սեղմել արգելակի կոճակը, որովհետև գուցե սառույցի վրա այդքան էլ հեշտ չպահվի, այսինքն մի քիչ շուտ արդեն արգելակեք մեքենան, որպեսզի խցանումներ տեղի չունենան, բայց կարծես թե վթարներ ունենք։ Այո, վթարներ ունենք, ես հիմա դա եմ ուշադրում, Սեբաստիայի փողոցի վրա ունենք վթար դեպի Արմին Վեգների փողոց։ Ճիշտ կարդացի, հա, ճիշտ կարդացի։ Այ Խաչմերուկ Մալացիա թաղապետարանի մոտ է ավտովթարը, սա 1 ասենք որ նիշը 8 բալանոց է։ Այո, 8 բալ է, քաղաքը արթնացել է, մարդիկ գնում են աշխատանքի, ճանապարհները ոչ լավ վիճակում են, դե պատրաստ չեն ընդունել այդքան մեքենաներ, այո։ Այո, եւս մեկ վթար, խնդրեմ։ Այս անգամ վթարը ես տեսնում եմ, կարծես թե այո, Շիրակի փողոցի վրա է։ Շիրակի փողոցի վրա ունենք վթար դեպի Գարգին Նժդետ անող հրապարակ։ Չէ, ներողություն։ Սխալ ես ասում, կարծես Շիրակի փողոց, Շիրակի փողոց։ Զգոն եղեք հարգելի ռադիոլսողներ, գուցե մեր ասացի հետևանքով է, որ վթարը տեղի ունեցել ուշ են արգելակել։ Մի վթար էլ կար, գիտես, 3-ներ։ Արի փնտրենք եւ կգտնենք, ով փնտրում է։ Ծայրամասը Արտաշատ խճուղու վրա է։ Այս վթարը մի փոք դեպի ծայրամաս մի խոսքով զգույշ եղեք եւ ասենք որ փակ փողոցներ ունենք Կարծես ավարտեց աշտարակի խճուղը կարծես թե եթե դիտարկում ենք այսպես նայում ենք ապա տեսնում ենք կարմիր գծանումները Սեբաստիայի փողոցը Սեբաստիան այո խցանված է տեսնենք Կիևյանը բացվեց թե ոչ այսօր քարտեզի հետ չունես հա Տիգրան ջան քարտեզն էլ է սարել ինձ եւ մենք չենք կարողանում ահա այստեղ է հայտնվեցինք նույնիսկ բոսոր կարմիրով են ներկված փողոցները հարգելի ռադիոլսողներ շատ փողոցներ Կիևյան կամուրջը Կոմիտասը երկկողմանի Ազատության պողոտան երկկողմանի ասма ոնց չասես Աթենքը ինչպես միշտ վերադարձել է իր այսպես բնականոն ռեժիմին կարմիր է այն էլ մուգ Եվ այսպես եթե նայենք գրեթե բոլոր ճանապարհները ծանրաբեռնված են Չարենցի փողոցը այս ինչ է կատարում Ուշադիր եղեք կարևոր այս վերևի հատվածում կատաստրոֆիկ վիճակ է բարեկամություն Կոմիտաս նշեցի ազատություն Ավելի վատ վիճակում է ավելի վերև Ահա, այստեղ եթե նայում ենք ապա տեսնում Այո, Արամ Խաչատրյան փողոցը զուգահեռ Կոմիտասին մի խոսքով ամենուրեք վերադարձել ենք խցանումային ռեժիմի հարգելներս Ինչ լավ էր, չէ՞ որ ուրախացել ենք առաջին օրերին ասում եք 5 նիշ է 3 2 1 0 8 բալ տես որ կա վայելեք Երևանյան խցանումները Այդ ժամանակ որպեսի չնյարդայնանաք ուղակի լսում եք մեզ հարգելի ռադիոլսողներ իսկ հիմա գնում ենք օթային տարածք որովհետև եղանակով եւս պայմանավորված է օթային տարածքի հստակ կարգավորումն ու անխափան աշխատանքը ասեմ որ վայրեջք ունենք վաղաժամ Մոսկվայի թռիչքը որը պետք է վայրեջքը կատարեր 11:10-ին վայրեջք է կատարելու 10:41-ին ունենք մեկ Չեղյալ հայտարարված թռիչք դա Թեհրանի թռիչքն է Չեղյալ է հայտարարվել մնացյալ բոլոր վայրեջքները տեղի են ունենալու ժամանակին Խոսքով Թեհրան չգնացիք հա հիմա մեկնումների սանդղա կնայենք Կարծես ամեն ինչ ժամանակին է բացառությամբ Թեհրանի չվերթից բնականաբար չես թռնի եւ չես էլ վերադառնա
Բնականաբար, եթե որևէ տեղ եք մեկնում կամ վերադառնում, մեզ անհրաժեշտ է նաև օրվա փոխարժեքը։ Գումար։ Տեղեկանանք Կենտրոնական բանկը օրվա ինչ փոխարժեքներ է սահմանել։ Ամերիկյան 1 դոլարի օրվա փոխարժեքը 378 դրամ է, 1 եվրոն 440, ռուսական 1 ռուբլի օրվա փոխարժեքը 408 դրամ է, վրացական 1 լարին 140 դրամ է եւ Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 103 դրամ է։ Եվ այստեղ on-line հարթակում արդեն ունենք ջերմ ողջույններ Էդիկ Բաբուջյանից եւ Ծովինար Գևորքյանից։ Ծովինար Գևորքյանն ասում է ձեզ այդ առավոտը միշտ բարի է սիրելի հաղորդավարներ։ Ոնց ասեք, միացեք մեր լայվին, լայվը գործարկված, ասում է ինչ կտեսնեք լայվում, կտեսնեք մեր գոհ ուրախ չաղ ու բախտավոր դեմքերը, կասել իսկ ինչներիդ վրա եք այդքան։ Ինչներիդ վրա եք այդքան։ Այդ Լավ եք հարց է, անում, գոհ այդ եք։ հարց է։ Բարի լույս։ The station with the best music. Best music. I love the music. Best music.
Սուրճ ու սեր առավոտից։ 9:49 րոպե։ Դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս եւ եւս մեկ անգամ սիրով ողջունում ենք բոլորիդ, բնականաբար առաջարկում սրտաշունչ առավոտյան դիմակայել մեր ջերմությամբ, լավ երաժշտությամբ եւ իհարկե համեղ տաք սուրճով։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, հիշեցնենք նաև, որ փողոցները փակ են, խցանումները շատ են եւ մի ուշացեք աշխատավայրից, փորձեք ժամանակին հասնել գալ աշխատանքի, գնալ աշխատանքի։ Բարի լույս ուշացողներին։ Եվ հարգելի ռադիոլսողներ, այս պահին նաև առաջարկում ենք ուշադրությամբ հետևել, որովհետև բացում ենք պահոցը եւ Բացում ենք օրացույցը։ Ովքեր են ծնվել պատմության մեջ այսօր եւ ինչ կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Հունվարի 20-ն է, օրը 3 շաբթի, տարվա ավարտին մնացել է 345 Ուրա, օր։ հուսանք տարին բարեհաջող կլինի Հուսանք։ առանց խնդիրների եւ առանց ծանր ելքերի, այսպես ասած։ Իրադարձություններից ունենք այսօր շատ համեղ օր։ Այո, Համեղ շատ։ իրադարձություն։ Այդ ուզում ես դրանից Չէ, սկսենք։ ասենք, որ այսօր Պանիր սիրողների համաշխարհային օրն է։ Այո, այսօր Պանիր սիրողների համաշխարհային օրն է, Պանրասերների կարելի է նաև այդպես անվանել եւ չմոռանանք, որ մենք հայերս հատկապես շատ պանրակեր ենք ու շատ ենք սիրում պանիր ու հայկական խոհանոցը առանց պանրի, ինչպես օրինակ նախաճաշն առանց արևի, լորի չանախ, կանաչ պանիր, մենք էլ մեր պանիրների հպարտությունն ունենք, թեպետ ամբողջ աշխարհում պանիրների տեսակների թիվը անսահման է, այդ մասին նաև կպատմի մեր այսօրվա հյուրը։ Մենք խոսենք պանրից առհասարակ։ Պանրից կխոսենք, հետաքրքիր փաստեր ունենք պանրի մասին։ Ախորժակ ենք գրգռում։ Չմտածեցինք, գիտես մենք մեզ հետ պիտի պանիր բերենք։ Հա, էլի լավաշ ու պանիր պիտի։ Սա բաց թողում է։ Իդեպ պանիրը այն համեղ ուտեստներից մեկն է, հա, մթերքներից մեկն է, որ կարող ես քաղցրի հետ էլ այսպես զուգակցել։ Օրինակ դու սիրում ես ուտել հաց ու պանիր ձմերուկով։ Ես փորձել եմ խաղողով, պանիրը ջեմով օրինակ։ Հա, թաթախի ես մեղրով, պանիրը մեղրով։ Փորձել ես։ Հա, նայած պանրի տեսակ։ Դեղին պանիրներ կան որոշակի տեսակներ, որոնք մեղրով շատ համեղ են։ Մի խոսքով, այո, քաղցր համով եթերը սպասվում մեզ հարգելի ռադիոլսողներ։ Բայց վիրտուալ արի այդպես ասենք, ոչ իրականում պետք է համտեսենք, գալ խոսենք։ Մեր ամբողջ հույսը եթերից հետո է։ Լավ, անցնենք օրվա հոբելարներին։ Այսօրն է ծնվել հանրահայտ ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս։ Ես պետք է հիմա նորից ասեմ, այ դպրոցից կհիշենք։ Իհարկե, կհիշենք։ Փորձագետներն էլ հիմա համաձայն են մեզ հետ, որ դպրոցում ենք սովորել նրա անունը Անդրե Մարի Ամպեր, ոչ թե Ապեր, այլ Ամպեր։ Ահա։ Այդ այն ամպերը չէ՞, պարզապես ամպեր։ Ամպեր, բայց ամպեր։ Այո, Մարին ծնվել է 1775 թվականին։ Այո, իտալացի ֆուտբոլիստ Ալֆրեդո Ֆոնին ծնվել է 1911-ին։ Ֆոնին, ֆոդի ասեցի։ Դե լավ, Ֆոնին։ Ֆոնի ներողություն։ Իդեպ այսօրը նաև նշանավորվել է հայ մեծանուն գրող բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն այսօր 1919 թվականին է ծնվել, հունվարի 20-ը նրա ծննդյան օրն է։ Եվ եթե շարունակենք թերթել պատմության էջերը, ապա կտեսնենք, որ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի ծննդյան տարեդարձն է այսօր։ Նա ծնվել է 1920 թվականի այսօրը եւ կարող ենք ասել, որ իր տաղանդով եւ իր աշխատանքով որոշակի նոր ուղղություն, նոր գույն, նոր շունչ բերեց կինոաշխարհին։ Ֆեդերիկո, ախ Ֆեդերիկո։ Գործում եք չէ կատակել նաեւ գործընկերես մը դու ինչպես Ֆելինին լինես։ Այո, Ֆելինի, մենք նույնիսկ ունեինք գործընկերներ, ում նաեւ ասում էինք Ֆելինի, հատկապես դուք էլ կունենաք ռեժիսորներին։ Կարծում եմ այսպես շրջապատում քիչ չեն Ֆելինիները մեր օրերում։ Հիմա ճակերտավոր Ֆելինիներ շատ կան, որովհետև հեռախոսը բոլորի ձեռքում է եւ ամենուրը որ կադրի հետ աշխատել, գիտի ու կարող է ինչ-որ բան ասել ու բոլորին դա հետաքրքիր է։ Եվ բոլորը այսպես իծն է Ֆելինի։ Այո։ Այսօրն է ծնվել նաեւ ազգությամբ ծագումով, այսպես ասած, ծագումով հայ ռուսական էստրադայի գերաստղ, ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան։ Դրա ծննդյան տարեթիվն է 1952-ը։ Իրինա Ալեգրովային ես անձամբ ասոցացնում եմ այն տարիների հետ, որ մենք հաճախ չունեինք հոսանք, տաք ջուր, տները չէին տաքացվում, մենք փորձում էինք ակումուլյատորով միացնել մագնիտոֆոնները եւ այն կասետներով լսել Ալեգրովային։ Իդեպ իմ առաջին հանդիպումը հենց այդ մութ ու ցուրտ տարիներն էր, երբ նա եկել էր Երևան եւ մենք միասին առիթ ունեինք նաև ամպել մեկ գավաթ կոնյակ։ Ոյ։ Այո։ Ես եմ մտածեցի պիտի ասես սուրճ։
Չէ, դե հիմա կինը կոնյակ է սիրում, Դե սուրճ ոնց հա առաջարկես։ հայ գերը Ոնց առաջարկես։ Դե լավ, Բայց լսենք։ ինքը շքեղ արտիստ է, շքեղ կին, մի խոսքով։ Իսկ որ երկն է, իր Բնականաբար։ ծննդյան տարեդարձը իր Բնականաբար։ Стрелки крутятся все быстрее, стали звезды на год взрослей. Лист сорвался с календаря, но не стоит грустить зря. Не зря в день рождения собираются все друзья. И чем больше друзей вокруг, тем моложе сердце стук. С днем рождения, успеха, радости, везения, любых желаний исполнения и миллион ночей и дней. С днем рождения, любви до головокружения и чумового настроения и самых преданных друзей. Телеграммы летят в окно, пусть порой не всегда везло. Не печалься и не жалей, будет много светлых дней. Со свечами большой пирог и шампанское в потолок. Сколько будет земля кружить, столько будем жить. С днем рождения, успеха, радости, везения, любых желаний исполнения и миллион ночей и дней. С днем рождения, любви до головокружения и чумового настроения и самых преданных друзей. С днем рождения, успеха, радости, везения, любых желаний исполнения и миллион ночей и дней. С днем рождения, любви до головокружения и чумового настроения и самых преданных друзей. Երկեսեն մասնավոր ասում է շնորհավոր, Մի շնորհավոր։ խոսքով, դե արի առիթից օգտվենք ու շնորհավորենք բոլոր այն մեր ռադիոլսողներին, ում ծննդյան տարեդարձն է այսօր։ Երջանիկ եղեք ու առողջ։ Այո, Ամենակարևորն են։ Եվ այստեղ ծափարություններ բնականաբար։ Ծափեր, նաև շատ հաճելի է եւ ուրախ ենք, երբ մեր գործընկերներն են հետևում մեր եթերին ու արձագանքում։ Արսեն Ղազարյան, ում դուք լսում եք Հանրային ռադիո։ Բարի Այդ լույս, ձայնը Արսեն։ գրում է, լսում եմ ձեզ ղեկին եմ, երկու պաչիկ եմ ուղարկում իրար մեջ կիսվեք։ Մենք արդեն ամերաշխորեն կիսվել ենք այդ պաչիկներով, շնորհակալություն։ Ինչպես ասում են, անվճար բաները մենք հակարտում է լինում, բայց անվճար լուրերը նաև մեր եթերում են, ընդամենը 2 րոպեից Հասմիկ Մարտիրոսյանը Բարի լույս։ կներկայացնի լուրեր, բարի լույս Հասմիկ։ Բարի լույս։ Բարի լույս։ Գիտեի, Բանիր որ- սիրում ես։ Այո, շատ։ Առանց բանիր հնը։ ազգային օրն է։ Չգիտեի։ Շնորհավորում ենք քեզ այսօր։ Շնորհակալություն։ Բանիր սիրող մարդկանց օրն է։ Այո, ես էլ եմ շնորհավորում, ովքեր սիրում են Իսկ պանիր։ երբևիցե պանիրը մեղրով փորձել ես։ Ոչ։ Շատ Նման համեղ է։ համադրություն չեմ սիրում։ Փորձիր։ Ես ընդհանրապես խառնել չեմ սիրում։ Սիրում եմ ավելի դասական ուտել առանց խառնելու։ Աղցաններ էլ չես սիրում։ Բայց շատ չեմ խառնում իրար։ Իսկ լավաշ պանիր Դա դասական տարբերակն է։ դասական տարբերակ է։ Իսկ սիրում ես լավաշ պանիրը խաղողով, լավաշ պանիրը Բանանով, ձմերուկով, չէ։ չէ։ Ավոկադոյով լավ։
Ես կհիասթափեցնեմ ձեզ։ Լավ, Ասում եք, Ես երբ, հետաքրքիր ճիշտ լուր եմ ասում բերել։ Ինչ ես ասում, ապա։ Ինձ թվում է մասնավորապես ծնողներին կհետաքրքրի այն երեխաները, ովքեր շատ են սիրում ինտերնետից օգտվել, եւ մենք բոլորս գիտենք դրա վտանգավոր կողմերի մասին։ Օրինակ Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է միջոցառումներ անչափահաս երեխաների մուտքը ինտերնետ սահմանափակելու վերաբերյալ նախորդ ամիս արդեն Ավստրալիան նման որոշում կայացրել էր։ 16 տարեկան միջև չի թույլատրվում։ Այո, չի թույլատրվում։ Դանիան նույնպես այդ քայլերը ձեռնարկում է, չգիտեմ, մեր երկրում այդ Այստեղ քայլերը երեխաները բունտ կանեն եւ չեն շփվի ծնողների հետ, կասեն տեսություն։ Տանից կգնան։ Չէ, դե լավ կամ կհարմարվեն։ հակառակը Կամ կգնան հակառակը։ ընթառաջ։ Գուցե եւ կապրենք կտեսնենք։ Դե ինչ, քեզ բարի եթեր, շնորհակալություն հետաքրքիր լուրի համար։ Գնացինք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամռոտ։ Հայաստանի եւ Իտալիայի արտաքին գործերի փոխնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերը։ Ադրբեջանի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Լրատվամիջոցի տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն, սուտ են, պարզաբանում է Պաշտպանության նախարարությունը։ Թեմաները ընդգրկուն վարքյաններց։ Եվ այսպես րոպեներ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հրապարակորաթերթում այսօր միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղվել։ Մեջբերում։ Առաջին կեղծիքն այն է, թե իբր ընտրություններին ընդառաջ ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները եւ հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան։ Հայտնում ենք, որ լրատվամիջոցի տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի ատեստավորման գործընթացին, ցանկացած միջամտություն արժանանում է անձամբ Պաշտպանության նախարարի եւ իրավապահների օրինական կոշտ արձագանքին։ Երկրորդ կեղծիքն այն է, թե իբր որոշ բարձրաստիճան զինվորականներ չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները ճնշում են գործադրում գնդերեցների վրա սպառնալիքների եւ այլ միջոցներով։ Նախորդիվ Ազատություն ռադիոկայանի նմանօրինակ հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունները։ Եվ երրորդը սուտ են լրատվամիջոցի այն տեղեկությունները, թե իբր Պաշտպանության նախարարը եւ նրա ընտանիքի անդամները զբաղված են բոլոր ոլորտներում կադրային քաղաքականությամբ կամ հովանավորությամբ։ Մեջբերման ավարտը։ Այլ թեմաների մասին Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Հռոմում տեղի են ունեցել հերթական խորհրդակցությունները արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Իտալիայի արտգործնախարարության եւ միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորությամբ։ Կողմերը ընդգծել են մի շարք ուղղություններով, մասնավորապես երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով համատեղ քայլերի իրագործման կարևորությունը։ Եվ արտգործնախարարության փոխանցմամբ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր, ինչպես նաև Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի եւ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները եւ Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը պետքարտուղարին է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարի վերաբերյալ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության էլ Մարկո Ռուբիոն իր գոհունակությունն է արտահայտել նաև Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումների կապակցությամբ, համարելով այն կարևոր քայլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տան գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի կողմից առաջ քաշված պատմական խաղաղության համաձայնագրի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորության կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսին Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ տեղեկացնենք Իսպանիայի կառավարությունը երրորդյա սուգ է հայտարարել Իսպանիայի հարավում երկու գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալների հասել է 39-ի, մոտ 170 մարդ վիրավորվել է, նրանցից 75-ը հոսպիտալացվել։ Շվեյցարիայի Դավոսում էլ երեկ մեկնարկել է 56-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցում է 3000 մարդ 130 երկրից, այս անգամ այն կվերածվի համաշխարհային աշխարհաքաղաքական թատերաբեմի Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով գերմանական Bild-ը գրում է, որ ամենամեծ ուշադրությունը սևեռված է լինելու Դոնալդ Թրամփի վրա, որը մի քանի տարվա ընդմիջումից հետո Դավոսում է վերջին տարիների ամենամեծ ամերիկյան պատվիրակությամբ։ Իսկ հա եվրոպացի առաջնորդները եւ նրանց պատվիրակությունները ծրագրում էին Դավոսում տեղի ունենալիք համաշխարհային տնտեսական ֆորումի իրենց հանդիպումները նվիրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկմանը, սակայն այժմ առաջին պլանում հայտնվել է Գրենլանդիան, երեկ այս մասին գրել է Financial Times-ը, եւ ըստ պարբերականի Եվրամիության առաջնորդները նախատեսում են արտակարգ գագաթնաժողով անցկացնել 5-շաբթի օրը Դավոսում Թրամփի հետ հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահը Դավոսում ելույթ է ունենալու հունվարի 21-ին, իսկ այսօր Դավոսում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը, տեղեկությունը հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, տեղեկացնելով Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը Դավոսում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպելու է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Եվ Exos-ի լրագրողն էլ հայտնել է, կողմերը քննարկելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը։ Եվ վերջին լուրը ԱՄՆ նախագահը իր Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ձգտումը կապել է Նոբելյան խաղաղության մրցանակը չստանալու հետ, նշելով, որ այլևս միայն խաղաղության մասին չի մտածում, քանի որ կղզու շուրջ վեճը սպառնում է վերսկսել առևտրային պատերազմը Եվրոպայի հետ։ Թրամփը NBC-ին է ասել, թե արդյոք ուժ կկիրառի Գրենլանդիան գրավելու համար, նա վերահաստատել է իր հայտարարությունը եվրոպական երկրների մաքսատուրքերով հարվածելու մասին, այսպես է ձևակերպել Թրամփը, եթե համաձայնություն չկայացվի։ Նախագահը հայտարարել էր եվրոպական 8 դաշնակից երկրի համար փետրվարի 1-ից 10% մաքսատուրք սահմանելու համար, արդեն իսկ եվրոպական երկրները արձագանքել են։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք ժամը 11-ին ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
10-11 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիք, շնորհակալություն Հասմիկ Պարտիրոսյանին լրատվությունը մեզ ներկայացնելու համար։ Իսկ մենք շարունակենք մեր ընթացքը հունվարի 20-ն է, օրը երեքշաբթի սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է հանրայինի ուղիղ եթերում։ Այո, մենք շարունակում ենք նաև հետևել ձեր գրառումներին հարգելի ռադիոլսողներ, Հերիկնաս Կարայանը ողջունելով մեզ, ասում է այսօրվա ծնվածների շնորհավորանքներս, եթե կարելի է, ուզում է շնորհավորել այլ տեսանկյուն։ Ում չէ, 3-ն են նրանք։ Պատկերացնում ես 3 հոգու նվեր առնես մի օրվա համար։ Ու չիմանաս ում ծննդյան տարեդարձին գնաս, եթե 3-ն էլ միաժամանակ որոշեն տոնել ծննդյան տարեդարձը։ Մեկին այսօր, մյուսին վաղը, մյուսին Դե վաղը հիմա չէ այդպես չի, ուրեմն եղբորը 10 ընկերուհուն եւ ամուսնու քրոջն է շնորհավորում։ Այստեղ իհարկե, եթե պիտի հասկանաք ում ծննդյան տարեդարձին առաջինը գնաք, բնականաբար առաջին հորիզոնականում հայտնվում է ամուսնու քույրը, դե հետո հարաբերությունները չփչանան էլի։ Ամենաճիշտը Facebook-ով շնորհավորելն է բոլորին միանգամից։ Հա, բայց եթե մոտիկ մարդիկ են ու Վիդեոկոլարեք։ Տիգրան ջան, մի խոսքով, բանվերները, նվերները Կարևորը նվերները չէ, ամուսնու քրոջ համար գնեք։ Ինչև է հարգելի ռադիոլսողներ, մենք շարունակենք մեր եթերը եւ չմոռանանք, ահա, կարծես թե զանգ ունենք եւ պիտի ողջունենք արդեն ռադիոլսողին։ զանգի ձայն եմ լսում կարծես թե։ Այո, դու ես սեղմում կոչակը։ Բարի լույս, ռադիոլսող, դուք եթերում եք։ Բարի լույս, Տիգրան եւ Լուսինե ջան։ Բարև Բարի ձեզ։ լույս։ Ոսկավատն եմ Վանաձորից։ Հաճելի է շատ։ Ռադիոն կնդիրը։ Շատ ուրախ ենք, Սևակ ջան։ Ձեր ճանապարհների վիճակը ո՞նց է այդ կողմերում։ Ձյունը ցուրտ։ Տրամաբանական։ Բայց ես սիրում եմ ձմեռը, չգիտեմ, իմ համար շատ լավ է։ Ձյունը գալիս է դանդաղ թե արագ։ Չէ, մի 5-7 սանտիմետր ձյուն է դրում, բայց ճանապարհները լավ են, անցանելի են։ Այ դա կարևոր Կեցե է։ ճանապարհային դեպարտամենտը խոստում։ Հայտնիները ես ողջունում եմ ձեր հաղորդաշարը, ես տարիքս 45 է, բայց միշտ ասել եմ, մոտ 30 տարի, 30-35 տարի լսում եմ հանրային ռադիո, ողջունում եմ մեր ամենամշտական ռադիոն կնդիրներին։ Շատ ուրախ ենք, շնորհակալ ենք շատ։ Լավ հաղորդումներ, և միշտ լավ լինեք, մեր հայ ժողովրդին բոլորին ողջունում եմ։ Կեցեք, Սևակ ջան։ Շատ շնորհակալ ենք ձեզ, ջեր ողջույնները։ Լավ հաղորդումները, ամեն առավոտ ես լսում եմ մեր թիմով, մենք փոքր արտադրամասում ենք։ Ջեր ողջույններ։ Ջեր ողջույններ բոլորին։ Փաստորեն ձեր աշխատակիցների արտադրողականությունն եք բարձրացնում մեր ծրագրի միջոցով էներգիա եք փոխանցում լավ տրամադրություն։ Շատ ճիշտ է։ Դե ուրեմն ձերոնց ջեր ողջույններ, առանձնահատուկ ողջույններ, շնորհակալություն։ Շնորհակալ ենք, լավ օր ձեզ եւ ձեր գործընկերներին, շնորհակալ ենք։ Սրտիկներ ենք ուղարկում բոլոր մեր այն ռադիոլսողներին, ովքեր մեզ լսում են, մշտապես մեզ հետ են եւ առավոտները դիմավորում են մեզ հետ։ Այո, իհարկե։ Եվ կարծում եմ, որ առավոտվա մի կարևոր ժամանակահատված է, երբ հասնում ես աշխատանքի, հատկապես ձմռան ցրտին, մեկ բաժակ սուրճ կամ թեյ, իսկ եթե ավելի ճոխ, ապա հաց ու պանիրն անպակաս։ Մենք պանիրից ենք այսօր խոսելու, որովհետեւ պանասերների միջազգային օրն է։ Հիշեցնենք ինչ որ այսօր մարդիկ ովքեր սիրում են իրենց կյանքը չեն պատկերացնում առանց պանիրի, այսօր ձեր օրն է։ Այնպես որ մենք այսօր կշարունակենք զրուցել, իսկ ինչ վերաբերում է պանիրին, ապա չենք մոռանում կարևոր մի բան, որ հետաքրքիր է նաև այն, որ պանիրների միջազգային օրն է եւ օրը, երբ նույնիսկ դիետաները լռում են, սառնարանը դառնում է մշակութային կենտրոն։ Փափուկ, պինդ, հոտավետ կամ շատ հոտավետ պանիրը պարզապես մթերք չէ, այլ զուտ բնավորություն, կարող ենք նաև այդպես ասել։ Ունենք ձեր հետաքրքիր փաստեր պանիրի մասին, ասում են աշխարհում կա ավելի քան 2000 տեսակի պանիր, չնայած որոշ աղբյուրներ պնդում են, որ նույնիսկ 4000 պլյուս տեսակի պանիր կա։ Մկները իրականում միֆ է, որ սիրում են պանիր, նրանք պանիր չեն սիրում, դա մուլտֆիլմների միֆն է, դրա հետևանքն է եւ նրանք ավելի շատ քաղցր բաներ են նախընտրում, քան պանիր։ Հիշեցինք Թոմի Ջերին։ Հա, միանշանակ, ու ոչ միայն Թոմի Ջերին։ Պարզվում է ամենահին պանիրի հետքերը հայտնաբերվել են մոտ 7000 տարվա հնությամբ։ Դե իսկ Ֆրանսիան ունի ամենաշատ պանիրի տեսակները, բայց ամենաշատ պանիր սպառում է Հունաստանը։ Ֆրանսիայի հետ կապված հետաքրքիր մի տեղեկություն էր ընկել աչքովս, որ հետաքրքիր դու գիտես, որ որոշ պանիրներ էլ կան, որ նրանք շատ են կանաչ պանիրների մասին է խոսքը, բորբոսնած այսպես ասած, ռոկֆորտ տեսակի պանիր, բայց պանիրների տեսակ կա, որ այնքան են փտտեցնում, որ արգելված է նույնիսկ հասարակական տրանսպորտով դրանք տեղափոխել
մարսվելը։ Չէ, դա պետք չէ, Ենթադրում եմ դա հոտի լավ չէ։ հետ կապված, Շատ այո։ շնորհակալ եմ։ Պարիները պարունակում է կազեին, որը մարսվելիս ստեղծվում է նյութեր, որոնք ազդում են հաճույքի զգացողության վրա, այո, եւ ինչ որ առումով կախվածություն են առաջացնում։ Դե իսկ այ քո ասած պանրի մեջ օգտագործվող այդ բորբոսը միանգամայն անվտանգ է եւ հաճախ հատուկ մշակվում է։ Շատերն էլ ասում են, որ այդ կոնկրետ պանրի մեջ բորբոսը դա նույնիսկ առողջարար է։ Ամենաթանկ պանիրներից մեկը պատրաստվում է էշի կաթից, այո, նա հետաքրքիր է, մենք նաև մեր այսօրվա հյուրից կիմանանք այդ մասին, այո։ Որոշ Պանիրներ, պանրի հա։ տեսակներ այնքան այսպես Ահա, մոտավետ սա է, են ուրախելված են տեսնես։ հասարակական տրանսպորտում որոշ երկրներում։ Օրինակ ես իմ մեքենայում հաստատ թույլ չեմ տա այդ մարդը նստի այդ պանրով։ Դու ոչ միայն դա, ավելի թեթև հոտեր էլ թույլ չես տալիս։ Չէ, Ես ինչու զարմացած չեմ։ Պատկերացնես նման հոտավետ պանրով քեզ մեկը հյուր գա եւ պանիր նվեր բերի։ Եթե պանիր պետք է սիրող ես, իսկական պանրասերես կգնահատես Չէ, այդ չեմ պանիրը։ գնահատի։ Մի խոսքով, լավ։ Իդեպ նաև ավելացնենք, որ որոշ տաքանալիս պանիրը չի հալվում, այլ փափկում ու ձգվում է, դրա պատճառով պիցան այդքան հաճելի է դառնում, բայց կոնկրետ տեսակներ կան, էլի պանրի, այո։ Դե իսկ Հայաստանում պանիրը միշտ Այո։ եղել է սեղանի կենտրոնում, հատկապես լորի, չանախ եւ մոթալ տեսակի պանիրները։ Այո, եւ ունենք այլ պանիրներ էլ ըստ տարածաշրջանի կոչվում է չեչիլ պանիր։ Թել պանիր, Դե չեչիլն է, էլի մոտավորապես Գյումրու պանիրներն են, այդ կանաչ թեթև բորբոսով ու տարբեր են պանիրները եւ մենք գիտենք, որ Հայաստանը հարուստ է նաեւ պանրի տարատեսակ տեսականիներով, այնպես որ վայելենք։ Ասենք որ այսօր եթերում մենք կունենանք պանրի փորձագետ, պանրագետ եւ մենք նրա հետ կզրուցենք։ Բայց մինչ այդ մենք զրուցենք մեր ռադիոլսողի հետ, ասենք բարի Լուիս։ Բարի Լուիս։ Ես դեր մշտական ունկնդիրն եմ, Տիկին Ռայան է։ գործողությունը անում եմ արդեն 20 տարի։ Ես չսխալվեցի ձեր անունը Տիկին Ռայան եմ, ես միացել։ Կարինե։ Կարինե։ Շատ ուրախ ենք Կարինե ջան, շատ ուրախ ենք։ Ես ագումով ջավախքից եմ։ Պանրի հետ կապված։ Այո։ Մեր մոտ չեչիլ պանիրը թաղում են պուրիկի մեջ, Այո։ եւ շուր տալիս, եւ ինքը կանաչում է, ունի ահավոր հոտ։ Բայց ամենահամերթ է։ Ինքը շատ համով է։ Ու գնում է Մոսկվա, տանում է հետը օթանավակայանում։ Բացում են, ասում են էսի չաս, մեր մոտ ասում են կոխել, կոխած պանիր։ Ահա։ Կոխած պանիր, որ ասում է, կանչում են Անվտանգության աշխատակցին, կոխած նշանակնագողացած։ Ու այդ մարդուն ձերբակալում։ Այսպեսի զավեշտալի բաներ, այո։ Շնորհակալ ենք Անինի հետաքրքիր։ հետ կապ, լսելու հետ կապված ռադիոյի։ Ես անչափ շնորհակալ եմ իմ լոր բժշկին, որ ինձ կարգադրեց անպայման ռադիո լսել, որպես տարբեր հաճախականությունների ձայներ, քանի որ ես դերձակ եմ, անընդհատ լսում եմ կարի մեքենայի միալար ձայնը։ Դա ստացնում է լսողության ներվը։ Այո, դա ես դա անում եմ մեծագույն հաճույքով եւ արդեն 20 տարուց ավել։ Շատ հաճելի է։ Շատ հաճելի, իսկապես փաստորեն ռադիո լսելը նաեւ առողջարար է, ես հասկացա։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, լավ օր ձեզ։ Տեղեկություններով կիսվելու համար, ինչ լավն են էլի վեր ռադիո լսողները։ Հոզորով չի։ Իսկապես դու գիտեիր, փաստորեն լավ տարբերակ է անդադար ռադիո լսել, որպեսզի խնդիր չառաջանա լսողություն։ Ես չգիտեի, որ կարի մեքենան խնդիր կարող էր առաջացնել։ Տղ, իսկ այստեղ քո ձայնն է, իմ ձայնն է, հասկանում ես։ Մենք ենք տղ-տղկացնում մեր ձայնը։ Ականջի մարդունի արթրի վրա ազդում ինչ-որ։ Ուսամ չենք ազդում ձեր ջարդերի վրա։ Գիտես, դու հələ հարցրում ես ռադիո լսողներին։ Կամ փորձագետներին։ Said you were hanging out with your girlfriend. Somebody saw you with another man. And every time I dial your phone, I hear your voicemail. Baby, let me know if you have changed the plan. We don't talk the way we used to. It's got me breaking up inside.
I poured out my heart to you. Still from me you hide. You're afraid to let me love you. You act like love is a disease. Don't have a conversation with me, please. Communicate with me. Communicate. If you don't want me, please just let me know. Communicate with me. Communicate. Just tell me if I need to let you go. Communicate with me. Communicate. Let me know if you have changed plans. Communicate with me. Communicate. Sit down and talk to me just like I'm still your man. You sat with me for dinner on my birthday. I ate alone again, you were no call, no show. Reservations for a weekend in the islands. And then the day before you tell me you can't go. What am I supposed to think right now? You got me feeling like a fool. When I ask what's going on, you tell me that ain't cool. Just how long am I supposed to wait before I turn and walk away? Are you avoiding me cause you can't find the words to say? Communicate with me, communicate. If you don't want me, please just let me know. Communicate with me, communicate. Just tell me if I need to let you go. Communicate with me, communicate. Let me know if you have changed plans. Communicate with me, communicate. Talk to me just like I'm still your man. I have tried to leave you, but we're together and so good. I've told you how I feel, hoping that I'm understood. All I wanna do is love you, love you, love you, and you keep pushing me away. I need to know if we're over. Baby, why won't you just say, communicate with me, communicate. Let me know if you have changed plans. Communicate with me, communicate. Talk to me as if I'm still your man. Communicate with me, communicate. Let me know if you have changed plans. Communicate with me, communicate. Talk to me as if I'm still your man. Communicate with me, communicate. If you don't want me, please let me know. 10:25 բանրային առավոտը հանրային ուղիղ եթերում շարունակում ենք եւ ստանում ենք նաեւ գրառումներ, զանգերը քիչ ուշ, գրառումները հիմա։ Հիմա գրառումները այստեղ Էրիկնաս Կարայանն է շնորհավորում պանրագործներին նաեւ, ասում է, որ շատ լավ պանրագործներ ունենք, օրինակ քույրիկի ընտանիքը իր գավառում հետաքրքիր պանիրների տեսակներ են արտադրում եւ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գնում այնտեղ, գրեթե 15 տեսակի պանիր են արտադրում, սա գովելի է եւ շատ հաճելի, երբ քո Հայաստանի Հանրապետությունում կան պանիրների ընտրության լայն հնարավորություն տեղական արտադրության, սա շատ կարևոր է։ Այնպես որ շարունակեք ձեր արտադրությունը, որովհետև մենք շատ սիրում ենք պանիր, պանրասեր ազգ ենք, ինչպես եւ հացակեր ազգ, այնպես որ հաց ու պանիրը ճիշտ համադրությունն է, որ կողքից էլ կանաչի լինի, խառը դեմ չենք լինի։ Պանրասերները կարծում կարող են լարել հիմա իրենց ուշադրությունը, քանի որ տաղավարում մենք ունենք փորձագետ, մարդով ամեն ինչ գիտի պանիրների մասին։ Այո, այսպես ասենք, կես կատակ, կես լուրջ, պանիրների թագավոր, գիտակ։ Սեյչիզի հիմնադիր Սերգեյ Սարգսյանն է այսօր մեր հյուրը, ասում ենք բարի լույս, Սերգեյ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ձեր սիրած պանիրի տեսակը։ Ես չունեմ սիրած պանիրի տեսակ ու չունեմ նաև պանիր։ Ես այսօր ազնվությամբ եմ ասում, ձեզանից եմ իմացել, որ պանիրի միջազգային օրն է, պանրասերների օրն է, որովհետև ինձ համար չկա նման հասկացողություն այսօր պանիրի օրն է կամ այսօր պանիրի հետ կապված ինչ-որ միջոցառումների օր է, 10 տարի է արդեն մենք զբաղվում ենք պանիրների մշակույթի զարգացմամբ, ինչպես ուտել, ինչպես համադրել, արդյոք կարելի է նվիրել թե ոչ, ու այս ռեժիմի մեջ աշխատելով հանդերձ արդեն ամեն օր դառնում է պանրային օր, ամեն առավոտյան ես մտածում եմ այդ պանիրը ոնց եւս մեկտեղ ծանոթացնեմ, զարգացնեմ, ընդհուպ միջև հայտնվել եմ ձեր հաղորդաշարի շրջանակներում, ասեմ, որ
գիշերը երկրում չէի, բայց իմանալով հանդերձ որ կա հրավեր ու կա հնարավորություն եւս մի քանի րոպե խոսել պաների մասին, ամեն ինչ թողել եմ ու այս Եվ շատ ճիշտ եք արել։ Շատ ճիշտ եք, շնորհակալ եմ։ Երբ ձեզ մոտ էի մի անգամ հյուր էի եկել, զարմանցա, երբ տեսա, որ ամեն պանիր նաև ունի իր դանակը եւ այդ դանակները կտրատելու դանակներն են տարբեր իրենց բնույթով, գործողությամբ, հա, մեկը պտտելով էս կտրատում։ Մի քիչ այդ մշակույթի մասին որ խոսեցիք, կուզեի նաև խոսենք այդ հետաքրքիր մոտեցումների մասին։ Պանիր մենք շատ ենք սիրում ու մեր հայ ազգը այո ուտում է, շատ անբաժանելի մասն է հիմնական սեղանների պանիրը, բայց դրա հետ մեկտեղ ասեմ, որ հայկական պանիրը դա ոչ դեսերտային տեսակին վերաբերվում, այսինքն դա համարվում է որպես հիմնական կերակուր։ Հացը, պանիրը, երշիկները, մսեղեն, այս ամենը դրվում է սեղանին որպես հիմնական կերակուր։ Այո, ճաշի սեղանին։ Սակայն Եվրոպայում պանիրը դա դեսերտային հատված ունի ու այն երբ հավաքվում է այդ ամենը Եվրոպայում այդ մսերը, ձկնեղենը եւ ամենը, հացը, դրանից հետո բերում սեղանին դրվում են արդեն տարատեսակ պանիրներ, իսկ պանիրները բաժանվում են խմբերի։ Կան փափուկ տեսակներ, կան կոշտ, կան կիսաչոր տեսակներ, կան բորբոսով, ու քանի որ հոտավետ, այո, սենց ու քանի որ տեսակները տարբեր են, ըստ դրա կան նաև գործիքներ, որով այդ պանիրները ոչ միայն կտրատվում են, այլ նաև կտրատվում են համապատասխան ձևերով։ Օրինակ, չոր պանիրները, պարմեզանի տիպի պանիրները, որոնք հնեցված են 1 տարուց ավել, այդ պանիրները հնարավոր չի ուղղակի դասական կերպով կտրատել եւ դնել սեղանին, այնպես ինչպես սիրում են մեր տան տնտեսուհիները։ Հենց մեր խանութում շատ ժամանակ գալիս են ասում են, իսկ հնարավոր չի մեզ տակ այնպիսի պանիր, որը կտրատվում է գեղեցիկ տեսքա ստացվում։ Ես էլ միշտ հարցնում եմ, դուք ուզում եք համեղ պանիրներ, թե ուզում եք գեղեցիկ պանիրներ։ Եթե ուզում եք համեղ պանիրներ, համարենք այս պանիրը հնեցված է 24 ամիս ու այս պանիրը համարվում է բեկորային։ Երբ դանակը կպնում է իրեն, ինքը թափվում է ուղղակի փշրվում է բեկորների։ Միգուցե դա գեղեցիկ չի, սա էլ շատ հարաբերական է, որովհետև մի պանիրը կարմիր է, բեկորային է, մյուսը սպիտակ է, փափուկ է, մյուսը կրեմային է եւ այդ բոլոր տեսակները եթե ճիշտ կտրատվում են եւ ձևավորվում են պանիրային տախտակի վրա, դառնում է շատ ավելի գեղեցիկ, քան մեր իմացած ստանդարտ կտրատված տեսակները։ Պանիրը ինչի հետ կարելի է օգտագործել ամենաոչ ստանդարտ, այ մեղրով պանիր, հա, մեղրի մեջ թաթախել եւ այո, տես, սա էլ Եվրոպայից եկած երևույթ, որ ոնց ինչպես թե կարելի է պանիրը համադրել քաղցր մթերքներ հետ դրանցից մեկը։ Այո, միշտ եղել է, այո, միշտ եղել է, այսինքն կան բաներ, որ մենք գիտենք ու մեզ համար դա սովորական երևույթ է, հա, ցանկացած հայի այսօր այս ձմեռվա օրով խնդրի թող նկարագրի քեզ հաց, պանիր, ձմերուկի համը, ինքը այսպես վիզուալ քեզ այդ ամենը, որովհետև դա կարելի ասել այսպես գեներով փոխանցում է, սակայն կա օրինակ բորբոսով պանիր ու մեկ շերտ տանձ, սովորական ցանկացած տանձ եւ դա դնում ես միկրովարարան եւ հանում ես տոստի վրա կամ մի քիչ էլ մեղրով, սա ավելի համեղ է, քան հաց պանիր ձմերուկը։ Սակայն սրա մասին մարդիկ չգիտեն։ Ու երբ առաջարկում ես պանիրը մեղրի հետ կամ մրգային ինչ-որ ջեմերի, կոնֆիտյուրների կամ մարմելադների հետ, մարդկանց մոտ դա զարմանք է առաջացնում, որովհետև չէ որ ավելի քաղցր պանիրներ։ Քանի որ պանիրները հիմնական լավ պանիրների շեշտը դրված է հետ համերի վրա, ոչ թե այն պահին ինչքան ես դու ուտում, այլ ինչպես ես դա համադրում։ Ու ամենադասական տարբերակը այդ հետ համերով պանիրները, խոսքը գնում է հնեցված պանիրների մասին, համադրել մրգային ջեմերի հետ, որովհետև մրգային համը պատկերացրեք թուզը, կամ տանձը, կամ որևիցե կամ ծիրան, կամ ինչու ոչ ելակը, համադրել, համարենք հոլանդական հնեցված կամ իտալական կիսահնեցված պանիրի հետ, ու այդ ոնց որ
Փունջը բացվում է ամբողջական է դառնում, կոպիտ ասած, այնպես ինչպես լոլիկը կուտես առանց աղ, ինքը այնպես թե այսպես համեղ է, բայց աղը նրան տալիս է, այսինքն բացում է փունջը դառնում է ավելի ամբողջական։ Նույնն էլ վերաբերում է պանիրներին, երբ դրանք համադրվում են մրգային ջեմերի հետ։ Իհարկե, կարելի է մեղրի հետ են հիմնականում բոլորը համադրում, բայց դա սխալ է, որովհետև մեղրը շատ քաղցր պրոդուկտ է եւ ծածկում է բոլորային համերը, ինչը նրանից թույլ են համեղը, այո։ Բայց գերակշռում է արդեն մեղրի համը։ Մեղրը թեյով կլինի շատ ավելի համեղ, քան մեղրը պանրով։ Հետաքրքիր է նաև այնպես նկարագրեցիք, հետո երբ նայում ենք ու ծանոթանում ենք տարբեր երկրների պանիրներին, կարող ենք ասել, որ պանրագործությունը դա արվեստ է։ Այո, որովհետև այո, մեծ արվեստ է, շատ ծանր աշխատանք է, ավել ձեզ ասեմ, համարենք մեր պանրի խանութը, այլ օրինակ բերեմ, որում ներկայացված է 56 տեսակի պանիր, խնդրում եմ այդ պահը ընկալեք 56 տեսակի ու երբ հաճախորդը մտնում է խանութ, շատ դժվար է նրա համար անել որևէ ընտրություն, որտեղ բոլորը սիրուն են, տարբեր են եւ շատ կարեւոր է, այո, որը ինչի համար եմ ուզում ասեմ 56 տեսակի խանութ դա միայն մեզ մոտ Երևանում է, Եվրոպայում հազարավոր տեսակի պանիրներ կան, ու սա իրոք արվեստ է արտադրության մասով, որովհետեւ յուրաքանչյուր պանրագործ իր ֆիրմային ասեմ, իր զգացողությունը ավելացնում է պանրի ստեղծման մեջ եւ ամեն ինչը մեծ նշանակություն ունի։ Ֆրանսիայում գրանցված է օրենքով մոտ 450 տեսակի պանիր, այսինքն եթե վերցնենք, որ տարին բաղկացած է 365 օրվանի, ամեն օր ուտես մի տեսակի նոր պանիր չի ավարտվի։ Սերգեյ, այս դրա մասին է ուզում մի փոքր խոսենք, տեսեք, Եվրոպայում մտնում ես խանութ, պանրի խանութ, կամ պարզապես մթրային խանութ, պանրի տեսականին քեզ պարզապես տանում է եւ կարող ես գլուխդ կորցնել։ Մեզ մոտ ինչ է, մեզ մոտ ինչ գիտենք, մենք գիտենք չանաղ, գիտենք լորի, մոթալ, թել պանիր, այո, տեսեք, ամբողջ հարցը կայանում է նրանում, որ կա ազգային կերակուր եւ Եվրոպայի համար պանիրը համարվում է ազգային կերակուր, այսինքն դրանից էլ բխում են այդ տեսակների քանակները եւ լայն տարածումը։ Հիմա Հայաստանում պաշտոնապես գրանցված է 3-ից 4 տեսակի ձեր թվարկած պանիրները, որից ասեմ ոչխարի պանիրը գրեթե ամենալավն է ինձ համար ամբողջ աշխարհում, որտեղ նման, այո, ընդհանրապես կա ոչխարի կաթը, այծի կաթը, դրանք ամենաօգտակար կաթերից են։ Ուրիշ հարց, որ մեզ մոտ այդ պանիրը պատրաստում է համարենք 2 շաբաթվա, 3 շաբաթվա ընթացքում, որովհետև աղաջրի մեջ հնեցված պանիրներ են։ Այս է տարբերությունը մեր եւ եվրոպական պանիրների։ Դրա համար աղաջրի մեջ ստացած պանիրների քանակը չեն կարող լինել շատ։ Համարենք կովը հնեցրիր աղաջրի մեջ ստացվեց լորի, կամ ստացվեց չանախ, կամ ձեր ասած մոթալը, կամ ոչխարի պանիրը եւ վերջ, բայց Եվրոպայում այդ քանի որ արտադրության տարբերակները այլ են, հնեցումները այլ են, յուրաքանչյուր պանիր կարող են հնեցնել մինչև ընդհանուր 5 տարի, իրենք չեն շտապում, բայց դա էլ ցիկլ է, որովհետև երբ ստեղ ինչ որ մեկին առաջարկում ես հնեցնել պանիր, ոչ թե շատ արագ արտադրել եւ վաճառել, ասում է քանի տարի պետք է սպասեմ, ասում եմ 2-3 4 Այսինքն գինեգործության հետ եթե համեմատենք, պանրագործությունը մեզ մոտ ոչ այնքան շահեկան դիրքում է։ Ժամանակ է պետք, շահեկան կարող է լինել, եթե լինի համբերություն, եթե լինի ներդրում, եթե չվազեն մարդիկ արագ դիվիդենդների հետևից, այլ մի քիչ կոնյակի օրինակով։ Եթե մարդը ուղղակի դա որպես գաղափար է ընկալում եւ որոշում է իր գաղափարը, ոչ միայն բիզնես, եւ ոչ միայն եկամուտի, այո, հիմքում գաղափարն է, այս պարագայում ապրում է դրանով եւ ուզում է ստեղծել
ուրիշ յուրատեսակ համով պանիր, այս պարագայում ձեր ասած տարբերակը կաշխատի։ Հուսանք այդպիսի մարդիկ շատ կհայտնվեն եւ կունենանք նաեւ այլ տարբերակներ հայկական պանիրների, այսպես ցանկում, որովհետեւ մենք էլ ենք, չէ, ուզում, մենք ի վերջո պանրակեր ազգ ենք։ Այո, հիմքը դրված է, որ մենք պանիր սիրում ենք, ու մեզ մնում է ընդհանրապես, ասեմ, նաեւ կան պանիր, հայկական պանիր արտադրող, ոչ ավանդական, խոսքը գնում է հնեցված պանիրների մասին, միգուցե դեռ այնպես չի ստացվում, ինչպես որ լավ կլիներ, բայց դա էլ ժամանակի հարց է, որովհետեւ աստիճանաբար կգան, կսովորեն, կդառնան Ինչ դեռ կա արդյոք վիճակագրություն այ արտասահմանյան արտադրության պանիրները, որոնք ներմուծվում են, հա ճանապարհ անցնում այդ պանիրը գալիս է ամիսներով, այդպես հա պահեստներից տեղափոխվում է խանութ, լայն սպառում, լայն տարածում ունեն այդ պանիրները, որոնք նաև մատչելի չեն բավականին։ Տեսեք, քանի Այո, զարգանում է, այս ոլորտը նույնպես ներմուծված պանիրների մասով զարգանում է ու համարենք ես համարում եմ, որ մեր կազմակերպությունը իդեմս ինձ անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ պանիրները հասնեն յուրաքանչյուր ընտանիք։ Ժամանակին, երբ ես ասում եի պանիրը նվեր է, որ կարելի է փաթեթավորել սիրուն բանտիկով նվիրել ցանկացած մարդի, ինձ ասում էին ոնց կարա տենց բան լինի, ոնց կարելի է պանիրը նվիրել որից է մեկին ու դա համարել որպես հարգի նշան ու տարիների ընթացքում երբ ես սկսեցի զարգացնել այդ ուղղությունը, որ պանիրը նվեր է, կարելի է զամբյուղների տեսքով, կարելի է տարբեր տուփերի տեսքով, ամանորյա, կորպորատիվ ու ասեմ ձեզ, այս 10 տարիների ընթացքում բավականին մեծ պահանջարկ կա, մարդիկ արդեն զամբյուղներ են նվիրում միմյանց, նույնիսկ գրում են ինչ կստան, ինչ կուզեիր ստանալ, պանիր կուզեի ստանալ, այսինքն այս ամենը պետքա զարգանա, դրա համար ժամանակ է պետք, որտեվ սա մեր ազգայինը չէ։ Մեր ազգայինը, եթե համարենք, մենք կերակրատեսակներ ունենք, օրինակ պանրային ֆոնդյու, շվեյցարական կերակուր է, որը ամբողջ Եվրոպան դա ճանաչում է որպես շվեյցարական ձմեռային ժամանցային կերակուր, մեզ մոտ էլ այդ տարբերակը արկա մեր ճաշացանկում ու ինքը սկզբից համարվում էր, որ կգանք կուտենք կամ չէ, կամ չգիտեմ, միգուցե գնանք ուրիշ տեղ, միգուցե մեր հայկականը, այսօր արդեն մենք ունենք տուփեր ֆոնդյուներ, հենց առաջի օրվա ինձ էլ այդ տուփերը ներկայացված են, մարդիկ գնում են, տանում են տուն, պատրաստում են։ Սա մեծ քայլ է, որտեղ ժամանակին մտածում էին գան թե չգան, ուտեն թե չուտեն, հավանեն թե չէ, ընտրեն միգուցե քեյքեր եւ սուրճ, այսօր գնում են տուփեր, տանը կազմակերպում են միջոցառումներ, ֆոնդյու փարթիներ, հրավիրում են հյուրերի, խմում են գինի, այս ամենը զարգացման հետ։ Որը ամենից շատ է ձեզ զարմացրել։ Կա պանիր, Շվեյցարիայում եմ տեսել, որ ворթերով պանիր է, այսինքն ինչ է արվում, այդ պանրային գլուխը դրվում է հնեցման, վրան ավելացվում են ворթերը պտտվում են այդ վրայի շերտից, ու սկսում են կրծել այդտենց ուտել, Համարենք ոնց հնեցումը եթե պետք է լիներ 1 տարի 8-րդ ամսից ավելացնում են ворթերին, ворթերը եւս 2 ամիս կրծում են այդ պանրի կեղևը ու սենց կրծած ինքը կեղևի տեսքով դրված է խանութում կտրատվում է ворթերին աշխատանքի են բավականին թանկ արժի, չէ։ Թանկ արժի, բայց թանկն էլ է հարաբերական, որովհետև 100 գրամից ավել դու այդ պանիրը չես կարող ուտել ու ոնց որ համեմատության մեջ ստացվում է 1 կիլոգրամը ոչ թե 100 եվրո, այլ 100 գրամը $10 Ինչը շատ ավելի Միևնույն է ворթերի արկայությունն արդեն ինձ տիպում է, որ ընդհանրապես հեռու մնամ այդ պանրի տեսակ։ Աստիկով ընդունված ворթեր են, աստիկով։ Աշխատող են, փաստորեն։ Աշխատող ворթեր են։ Շուրջ բարեն բռնում, երաժշտություն ես միացնում, վիդեո նկարահանում ես անում եւ ստացվում է իրաշարի։ Սերգեյ, քիչ առաջ մենք հետարքիր փաստերի մեջ ներկայացրեցինք այն փաստը, որ պանիր իրականում չի հալվում։ Դա միֆ է, հա։ Չի հալվում պանիրը։ Ձգվում է, տեսակ առանցական է դա։ Կան տեսակներ ձգվում է, կան, այո, բայց կան տեսակ վատ պատրաստված պանիրը հալվում է։ Ու մենք դա վաճառքում եղած հալված պանիրը ինչ է դա։ Այդ ֆոնդյուի օրինակով ձեզ ասեմ, երբ պանիրը հացի կտորը
պատարագի վրա մտցնում ես ֆոնդյուի այդ ամանի մեջ, ամբողջ այդ հատվածը պանիրի տեղափոխվում է հացի վրա։ Ու դու ոնց որ ուտում ես հալած պանիրը այդ տվյալ կտորով։ Երբ խառնուրդը լավ պատրաստված չի կամ ոչ որակյալ պանիրներով է պատրաստված, դու այդ հացը մտցնում ես ֆոնդյուի ամանի մեջ, բարձրացնում ես այդ ամբողջ պանրային հատվածը, որը պետք է մնար հացի վրայից նորից ծորում է հետ։ Այս սրա մեջ է տարբերությունը, որ լավ պանիրները ձգվում են եւ հալվում են դրա հետ, նույնիսկ տարբեր տեսակի մրցումներ եմ տեսել, որ sense ձգում են պանիրը ինչքան երկարությամբ ինքը կարող է ձգվել, մետր, 2, մինչև 3 մետր պանիրը կարող է ձգվել։ Իսկ վատ պանիրը ուղղակի կտրատվում է ու հալվում ու լավ, իսկ այդ տուփերով վաճառվող այդ հալված պանիրը, դա փաստորեն լավ պանիր է, թե վատ պանիր է։ Ամեն դեպքում պետք է կարդալ բնութագրությունը, հասկանալ կաթի ինչքան մաս է կազմում պանիրի մեջ ու տենց հասկանալ, այո, որովհետև քանի կա արմավենու յուղը, դու կարող ես համով, տեսքով, հոտով ուտել այդ պրոդուկտը, բայց դա ընդհանրապես բուսական, կենդանական ծագման յուղերի հետ կապ չունեցող որը նաև վնասակար է։ Այո, ավել ասեմ, համարենք արմավենու յուղը ու նայից պատրաստված այդ ամենը օգտագործվում է ընդհուպ մինչև մանկական կերերի մեջ, բայց կա չափաբաժին ու դա կարևոր է, որ այդ մասնիկից եւս լինի։ Բայց երբ չարաշահվում է այդ ամենը, բուսական յուղերը, կենդանական ծագման յուղերը դուրս են գալիս, բուսականը ավելանում է, կոպիտ ասած, մենք ուտում ենք արհեստական մթերք, որտեղից էլ գալիս է GMO-ն ու բոլոր տեսակի խնդիրները։ Հետևանքները։ Օրվա ընթացքում կան ժամեր, որ ընթացքում պանիր ուտելը խորհուրդ չի տրվում, թե պանիրը կարելի ուտել 24 ժամ։ Քանի որ եթե վերցնենք տենց դիետայի մասով դիտարկենք պանիրը բարձր յուղայնություն ունեցող մթերք է ու եթե պանիրը համեղ է դու ուտում ես ու դա դուրդ գալիս է առնվազն 48% յուղայնության մաս ունի այդ պանիրը։ Դե չարաշահելու խնդիր չունենք։ Իհարկե լավ կլինի հետևողական լինել այդ ամենին ու ժամերի շատ պանիրներով չտարվել։ Ես երբ որ ասացիք յուղայնության մասը, ես հիշեցի, երբ որ մենք հավաքվում ենք ընկերներով, հա, ինչ որ գինի խմելու ֆիլմ դիտելու, ես հիշում եմ, որ միշտ սեղանին դրվում է պանրի տախտակ, որի մեջ տարատեսակ պանիրներ են տարբեր կտրվածքներով, այսպես երբ դու այդ ամենը համտեսում ես գինով եւ առանց հաց, դա դառնում է մի տեսակ, այս բառը պիտի գործածեմ, չարազի նման մի բան ու անկախ քեզնից չափից շատ ես ուտում։ Այս պարագայում հիշեք այդ մասին, երբ դուք այնքան լավն են պանրի համերը, որ անդադար ուզում եք ուտել, չմոռանաք գիրանալու վտանգի մասին։ Կա, այո, կա նման խնդիր, բայց դա նույնն է, ինչ մեր հայկական պանիրը ուտում են այնց կես լավաշի, կես մատնաքաշի, մեկ էլ կարակ են տակից։ Այո, դա շատ համեղ է, բայց դա բերում է այդ այնց ավել քաշերի, ավել կիլոների խնդիր է առաջացնում, նաև ասեմ, մեզ մոտ օրինակ կա թիրախային պանիր, որը յուղայնության մասը շատ ցածր է, դա երկու տեսակի խմբին է պատկանում, մարդիկ ովքեր ունեն շաքարային դիաբետ եւ չեն կարողանում բարձր յուղայնության մթերքներ ուտել եւ մարդիկ ովքեր ուզում են ֆիզիկական, ֆիզիկական ջիմերից դուրս չեն գալիս, այդ մարդկանց համար, որոնք ովքեր չեն ուզում այտենց ուտեն բարձր յուղայնության մթերքներ, ու այդ երկու տեսակի պանիր ունենք, դրանց յուղայնությունը ընդամենը 15% է ու երբ այդ ֆիզիկականին հետևող մարդիկ գալիս են մեզ մոտ խանութ ու ես առաջարկում եմ, ասում եմ, այս sense պանիր կա, կարող եք վերցնել ու ուտել, ոչ մի խնդիր չլինի, sense նայում են, փորձում են, հետո այն համով պանիրն են փորձում, ասում են, ես ավելավ ես 100 գրամ էս լավ պանիրից կվերցնեմ, ասում եմ, լսի, ինչի համար, սա վերցրա, ոչ մի խնդիր չէ, ասում եմ, ես ավելավը համով բան ուտեմ, հետո գնամ մի ժամ ու կես էլ վազեմ, բայց
Չեն կա ընտրություն, որպեսզի մարդ չգիրանա, բայց մեկը մարդիկ այդպես սիրում են Դե համը շատ կարևոր է իրականում, միևնույն համային զգացողությունը չէ, որ մենք ուտեստից հաճույք ենք ստանում, եւ տեսքից, եւ գույնից, եւ հոտից, եւ համից, այս կարևոր բաղադրիչները միասին պիտի լինեն, ինչը հաճախ պանիրի դեպքում չի զուգակցվում, հատկապես այն պանիրները, որոնք կանաչ են եւ մի տեսակ մեղմ ասած վատ են բուրում, բայց չգիտես ինչու ամենաթանկն են։ Չէ, ես չեմ վճարի այդ բույրի համար երբեք։ Մի հարց էր, արդյոք կարելի է պանիր ուտել տաք հացի հետ։ Ոյ, ամենահամեղն է։ Էй, ինչ շատ տաք հացի հետ, շատ։ Ստամոքսամը ասում են հավատ է հատակ հաց։ Իմ իմանալով տաք հացը չի կարելի ուտել։ Հիմա դու պանիրով դա կուտես թե առանց պանիր ուղակի, դա հարցի մի։ Այո, դա նույնպես շատ համեղ է։ Ու դրա համար արդեն հարկավոր է ոչ թե եվրոպական պանիր, այլ մեր հայկական թարմ լորին կամ չանախը, որը այտենց քո պատկերացրած մատնաքաշպոկում ես բուղը մեջից, այո, բուղը մեջից։ Ոյ, նենց բաներ ասեցի կարավոտ շուտ։ Այսօրվա նախաճաշը թող լինի առավել համեղ, վիրտուալ նախաճաշ է մեզ մոտ։ Սերգեյ, շնորհակալ ենք շատ հետաքրքիր տեղեկությունների համար, պանային մշակույթի մասին զրուցելու համար։ Պաների գիտակ Սերգեյ Սարգսյանն է, որը այն մարդկանցից է, որ բովանդակությունն է առաջ տանում եւ փորձում է այդ մշակույթը բերել Հայաստան, որը ստացվել է ինչ-որ չափ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Շնորհակալ ենք։ Սուրճ ու սեր առավոտից։
10:50 րոպե շարունակում ենք մեր ընթացքը հանրային ռադիոյի ուղիղ եթերներում, այո, ես պաների մասին եմ մտածում, հասկանում ես։ Լսիր, ես եմ մտքով պանիրների կողմը։ Տակ հաց, պանիր եւ այդպես դրա համար դարձա ուղիղ եթերներ։ Կուզեիր, չէ, որ մի խոսքով, այո, իմիջայլոց պանիրի հետ կապված փիլիսոփայական մի միտք եմ ուզում ներկայացնել, ասում է պանիրը միակ մթերքն է, որը կարող է միավորել գինին, հացը եւ նույնիսկ ամենախիստ վեճը, քանի դեռ սեղանին պանիր կա, կյանքը համ ունի, միանշանակ։ Ուրա։ Եվ վերադառնանք մեր անալիքներին, այո, ցուրտ է -3 այսպես Երևանում, մինչև -1 խոստանում են օրվա ընթացքում։ Տեսնենք ինչ վիճակում են ճանապարհները մեր քաղաքի։ Ասա։ Ոչ այնքան հուսադրող, ընդամենը 1 բալ ունենք, նվազեցում 7 բալանի խցանումը շարունակվում է Երևանում։ Վարորդներ չենք հանձնում, շարունակում ենք խցանումներ ստեղծել։ Եղեք զգոն պահպանեք հեռավորություն, մի խցկվեք, հիշեք, որ ճանապարհները սառած են, կարող եք գնալ եւ այդպես բախվել։ Եվ մի մոռացեք, որ այդպես ոդկը գազին եք դնում ու փորձում եք շրջանցել, գնում եք այսպես։ Ուր եք հասնելու։ Ընդամենը 1 լուսավոր կարող եք անցնել, լավագույն դեպքում 1 մեքենա առաջ, հետո։ Հա, էլի։ Հետո մի խոսքով։ Այսպես սպորտկում, ինչպես ասում։ Լիրիկական զեղում։ Ճիշտ ասած, նմանատիպ վարորդների պատճառով էլ չեմ սովորում մեքենա վարել, անկեղծ ասած։ Արշակունյացն է այս պահին միակողմանի խցանված դեպի Կրկեսի խաչմերուկ խցանում է ցելներս նկատի ունեցեք։ Խցանումները կան բնականաբար։ Տիգրան Մեծը դեպի Հանրապետության հրապարակ եւս միակողմանի խցանված է։ Եվս մեկ կարմիր խցանում կա, թե ոչ։ Բոսոր Մաշտոցի պողոտան իհարկե միակողմանի խցանված է դեպի Ձկան խանութ։ Միանշանակ, որովհետև Սարյան գնացողները ստիպված են ամբողջ Մաշտոցի պողոտան աչքներս լույս, ինչպես ասում են, վայելեք աշխատանքային օրվա խցանումը։ Ահա, խցանումների մասով այսքանը։ Բայց արի լավ բանից խոսենք, արի ունենք նորություններից խոսենք։ Ունենք պրեմիերա եւ երկի եւ տեսալովակի պրեմիերա, ընդամենը ժամեր առաջ սոցցանցում հայտնվեց Գորսուջանի եւ Project LA-ի նոր աշխատանքը, երկը կոչվում է Տխրադեմ եւ Մտախոհ։ Երկը գրված է Վահան Տերյանի խոսքերով։ Վերջինը Լևոն Արևշացյանի։ Ես կարծում եմ եւս մեկ լիրիկական գեղեցիկ ստեղծագործությունը դեռ չեմ լսել, ձեզ հետ միասին եմ լսել առաջին անգամ։ Եվս վստահ եմ, որ այն բազմաթիվ սրտեր է գերելու կրկին։ Դες մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս մաղթելով հաջող աշխատանքանող թող հունվարի 20-ը լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը։ Եթերում ձեզ համար այսօր աշխատեցին Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Կհանդիպենք վաղը։ Տխրատեմ ու մտախոհ գալիս եք դուք ամեն օր եւ ամեն երեկո խոնարհվում են խոր լուր նստում եք բուրակում համր ու անխոս հեռանում շփտում եք ինձ եւ այգում շպիտով խոր ու խոհում դուք գիտեք որ ես լոկ ձեզ եմ սիրում բայց շպիտով մտահոգ շպտում եք ինձ ու լռում հետևում եմ ամեն օր տանում մինչև տուն և փողոցում հեռավոր նորից եք շպտում Սիրում եմ այդ անվրդով սառնությունը ձեր սրտի Եվ չեմ ուզում վշտով ուզել միշտ ձեր հուրթի Տխրատեմ ու մտախոհ գալիս եք դուք ամեն օր Եվ ամեն երեկո խոնարհվում է Գիտեմ կերի
շատ հերվից է ձեզ սիրում Տխրատ եմ մտախոհ գալիս եք դուք ամեն օր